Գոհավարա։ 3, 2, 1 Երկարվեստ։ Դե հիմա ամեն ինչ նորից պիտի սկսեմ։ Իսկ հաղորդման կրակը ձեռքից ձեռք տեղափոխվելով անցնում է։ Եթերում թույլ օղակն է։ Կարա իրեն թույլ տա։ Միանշանակ։ Տիպիկ ամերիկյան մելոդրամա happy end-ով։ Ես փախցրել եմ իմ կնոջը։ Կծմծոցներ ու տոփումներ։ Բայց ով ում։ Բարդ աշխատանքը թերագնահատված է, չի գնահատվում։ Կողքից արեք այս գործը ու գումար վաստակեք։ Սենց մի հատ նյա կերպար։ Գարնանային սրացումները ազդեցին բոլորի վրա։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Ինչ ա եղել։ Անի բաժանվել է։ Ասա մի Հայտնի նախագիծը տարիներ անց հետ բերեցին։ Երկիչ Արմանը կնոջ փախցրեց։ Մի րոպե, հերթով, բան չհասկացա։ Դե հիմա ամեն ինչ նորից պիտի սկսեմ։ Ուրեմն, սկսեցինք սկզբից։ So, այս հաղորդումը լինելու է թեժ։ Դրա համար խորհուրդ կտանք մնալ մեզ հետ եւ տեղյակ լինել շոու բիզնեսյան անցուդարձի մասին։ Ձեզ հետ այս նորություններով կկիսվի Քրիստինա Խալաթյանը Եվ իհարկե Մաննան Ասատրյանը։ Շատերի կողմից սիրված ու ճանաչված թույլ օղակ հաղորդաշարը կրկին վերադառնում է եթեր։ Խաղը ծննդով Բրիտանիայից էր, այնուհետև ներկայացվեց ռուսական տարբերակով։ Այո, երկար ճանապարհորդություններից հետո այն ցուցադրվեց մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում։ Հիշեցնենք, որ մինչ այդ գահստանցնել էր հաղորդավար եւ դերասան Բաբկեն Չոբանյանը, ով շատ սիրվեց հանդիսատեսի կողմից։ Այո, սակայն Facebook-ում իր թեթև ձեռքով գրված քաղաքական գրառման պատճառով ստիպված ավարտում է իր կարիերան TV-ում։ Ցավալի է, սա այն դեպքն էր, երբ հաղորդավարը ստեղծված էր հենց այս հաղորդման համար։ Իսկ հաղորդման կրակը ձեռքից ձեռք տեղափոխվելով անցնում է Երաժիշտ Անիտա Հախվերդյանին։ Ինչպես արձագանքեց հեռուստադիտողը։ Մեղմ ասած բացասական, հաղորդավարուհուն դիմավորեցին ծայրահեղ չեղարկման մշակույթով, համարյա գոռալով։ Վերադարձրեք Բաբկեն Չոբանյանին։ Մյուս կողմից դանդաղագին եւ տանջամահ անող իր արագությամբ ներկայացնելը։ Եթերում թույլ օղակն է։ Ինչևէ, թեքենք հաղորդման կոպիկ ռուբիկը բացելով հաջորդ աստղային լուրերի երեսը։ Դուք էլ քվեարկեք մեկնաբանություններում, թե ով է հաղորդավարներից թույլ օղակը։ Ով է փորձում դառնալ հայկական բազմաֆունկցիոնալ բուզովը։ Ով։ Գոհար Ավետիսյանը։ Որ բնակավարում։ Այն բնակավարում, որտեղ ոդք են գցում գրեթե բոլոր բլոգերները։ Արի 3 հաշվից։ 3, 2, 1 Երկարվեստ։ Այո, ճիշտ ես, իսկ մենք հրավիրում ենք տեսանյութ ստուդիա։ Գոհավարա։ Գոհար Ավետիսյանի կարճ տարբերակը։ Գոհար Ավետիսյանը զուգերգ է կատարել Արման Հովհաննիսյանի Մոսկովյան մենահամերգին։ Կարա իրեն թույլ տա։ Միանշանակ։ Իսկ մինչև Գոհարը անցկացնում է իր հանգիստը Սևանի լողափում, գրեք, արդյոք հավանեցիք իր ձայնը եւ երգի կատարումը։ Այս անգամ տարավ երգիչ Արման Հովհաննիսյանը։ Ես փախցրել եմ իմ կնոջը։ Լուրջ։ Այո։ Պատում եք, խնդրում եմ։ Փախցրել եմ 17 տարեկանում, իրենց ծնողները համաձայն չէին, արդեն որ մտածում էին ի սկզբանե, որ արդեն գիտեին, որ շփում կա։ Տիպիկ ամերիկյան մելոդրամա happy end-ով։ Ծանոթացան Միս աշակերտուհի գեղեցկության մրցույթում, որտեղ երգիչը հրավիրված էր որպես ժյուրիի անդամ, եւ հրապուրվելով աղջկա գեղեցկությամբ նրան հրավիրում է իր տեսահոլովակի նկարահանմանը։ Ծնողները դեմ էին նրանց շփմանը, քանի որ տղան երգիչ էր եւ վերջինս որոշում է, որ իրավիճակը փրկելու լավագույն տարբերակը աղջկան փախցնելն է։ Հին ու բարի ժամանակներ։ Ինքը իմ ընկերն է։ Ինքը ինձ համար շատ թանկ ու կարևոր մարդ է, իմ
կյանքի ընկերն է։ So, Գրեգ, արդյոք հավանում եք այս զույգին։ Հաջորդ թեմայի պարանն էլ խանդով քաշում են բլոգերները։ Տեսնենք ինչ պատահեց։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Բլոգերական բսկտումներ, կծմծոցներ ու տոփումներ։ Բայց ով ում։ Տես։ Թող ներեն ինձ հայ բլոգերները կամ կարան չներեն, բայց ես իմ ասելիքը ասեմ։ Վերջերս շատ եմ լսում, որ ըստ իրանց Հայաստանում բլոգերի բարդ աշխատանքը թերագնահատված է, չի գնահատվում։ Հիմա նայեք, երեք մեր շինախ մտանելու համար մարդ էի կանչել, եկան երկու հոգի ու այդ ծանր տոպրակները իջացնելու համար ուզեցին մարդա 10,000 դրամ։ Հիմա հարց, 10,000 դրամով սթորի կնկարեք, տունը նստած ուղակի հեռով սպահեք ձեռներդ ու 10 վայրկյան ինչ-որ բան խոսակ։ Չէ։ Սա Հայաստանում բուժքրոջ միջին աշխատավարձն է։ Սա ուսուցչի։ Այս գումարը իրանք ստանում են ամսվա կտրվածքով։ Դուք հաճախ մի գովազդի համար ավելի մեծ գումար եք ուզում։ Մինչդեռ իրանք այս մի ամսվա ընթացքում այս գումարով պիտի ապրեն։ Իսկ բլոգերները շատ բաների համար չեն վճարում։ Օրինակ, վարսահարդարի ծառայություն, մարզասրահներ, ֆիլմերի թատրոնների պրեմիերաներ, որոշ դեպքերում ռեստորաններում սնվել, երկրից դուրս գնալ, այնտեղի հյուրանոցներ, բան դուք դրա համար չեք վճարում։ Հիմա հարց, բլոգերի աշխատանքը թերագնահատված է, թե սոժը գերագնահատված։ Ինձ թվում է երկրորդ տարբերակն է։ Բլոգերը վատաբանում է բլոգերներին։ Հա, այդ նոր տրենդ է, քլնգիր ինքդ քեզ է կոչվում։ Երեք, ոյ, ասես մի հատ նյա կերպար, էլի խոսում է նրանից, որ բլոգերները գերագնահատված են, որ եւ այլն, ու ինքը մի 4 տարի է փորձում լինել բլոգեր։ Եզրակացությունները թողնում եմ ձեզ, բայց իջեք մեր ունքերից։ Վնյահը չգիտեմ, բայց ինչի էր Հայկը իրան վերագրել այդ հոլովակը։ Իրան թագ էր արել, ակնարկել էր։ Դու պատասխանել ես։ Առած rap battle-էր, հիմա նոր տերմին պետք է ավելացվի blog battle։ Հուսով եմ այս պահին հաց չեք ուտում, որովհետև անդրադառնալու եմ Իրան։ Երեք, ոյ, ասես մի հատ նյա կերպար, էլի խոսում է նրանից, որ բլոգերները գերագնահատված են, որ եւ այլն, ու ինքը մի 4 տարի է փորձում լինել բլոգեր։ Եզրակացությունները թողնում եմ ձեզ։ Իր այդ պիտակավորումներին, նյահ, կապիկություններին, անհաջող տնազներին ամոթել է, որ ես անդրադառնամ, բայց իր խոսքում կար մի բան, որը շատ հետաքրքրեց։ Ըստ իրա ես 4 տարի իրականում ավել փորձում եմ զբաղվել բլոգինգով ու ենթադրությունները թողնում եմ ձեզ։ Հիմա նայեք, ինքը Instagram-ում ունի 99,000 հետևորդ, ես 10։ Այս մեր վերջին 10 վիդեոների ստատիստիկան է։ TikTok-ում ինքը ունի 88,000 հետևորդ, ես 16, ու էլի մեր վերջին 10 վիդեոների ստատիստիկան։ Ենթադրությունները թողնում եմ ձեզ։ Bang! Ու տենց շարունակ։ Հետո դից բաթլով ներկայացավ Էվիկը, որ հասցի հետևյալ կարևորագույն մեսիջը։ Երեք TikTok-ով տեսա վիդեո, որ բլոգերները բողոքում են, որ Հայաստանում իրենց աշխատանքը գնահատված չի, այնինչ այն գերագնահատված է եւ 10 վայրկյան վիդեո նկարելու համար մենք երբեմն ստանում ենք որոշ մարդկանց աշխատավարձը մեկ ամսվա։ Արդյոք սա ճիշտ է։ Ես կխաբեմ, եթե ասեմ, որ այս մտքի մեջ չկա ճշմարտության բաժին։ Այո, շատ հաճախ ուղղակի 10 վայրկյան վիդեո նկարելու համար մենք կարող ենք վճարվել ինչ-որ մեկի մեկ ամսվա աշխատավարձը։ Բայց հիմա ես ուզում եմ հարց տամ, որ բոլորս դրա շուրջ մտածենք։ Այս վիդեոն ուղղված չի որևէ հեյթի, ուզում եմ միասին տրամաբանենք եւ չլինենք սես նեղացած հեյթեր, այլ լինենք խելացի եւ ստրատեգ այս կյանքում։ Ինչքան մարդ կարա վերցնի հենց հիմա իր հեռախոսը ու նկարի 10 վայրկյանանոց վիդեո, բայց ինչի են կոնկրետ ինչ-որ X մարդու որոշակի բրենդներ պատրաստ վճարել օրինակ 400 կամ 500,000 դրամ։ Անգլերենի դասատուի թայմերից եմ ուզում, որ sense պաուզա ալնեմ, մտածեք այս ընթացքում։
Այստեղ հիմնական բանալին տվյալ մարդու ազդեցությունն է լայն շրջանակի վրա, այսինքն ոչ թե խնդիր է 10 վայրկյան վիդեոն անելն է, այլ լինելը այն մարդը, ում 10 վայրկյանոց վիդեոն կարող ունենա այդպիսի ազդեցություն։ Ինչի է օրինակ վարսավիրը համաձայնվում ձրի ֆենի X մարդու մազերը։ Ոչ թե նրա համար, որ ոյն հենց բարի է այդ վարսավիրը, հակառակ իրականում վարսավիրն է օգտագործում այդ մարդուն, համարենք Աննան բլոգեր է, այդ Աննան ունի ազդեցություն, ու երբ որ ինքը ասում է, որ վայ ես վարսավիրի մոտ եմ գնում, դա ստիպում է եւս 1000 մարդու գնալ այդ վարսավիրի մոտ։ Այսինքն այդ վարսավիրը 3000 դրամանոց ֆենի փող այդ պահին չի վերցնում, բայց ինքը կարա աշխատի մի քանի միլիոն, որտեվ այդքան հաճախորդ ունեցա, ասենց կլոր թվերով եմ ասում, որ պատկերացնեք։ Եվ շատ բաներ անարդար են։ Օրինակ Ռոնալդոն Nike-ի հետ համագործակցության համար կոնտրակտը $1 միլիարդ է, ոչ թե 1 միլիոն, 1 միլիարդ։ Դուք թիվը պատկերացրեք, արդյոք այդ արդարը չէ։ Ինչքան արժանի սպորտմեններ կան, ուսուցիչներ կան, արժանի գիտնականներ կան, արդյոք այդ մարդկանց $1 միլիարդ են տալիս, ոչ։ Բայց որքան մեծ է X մարդու ազդեցությունը ինչ-որ շրջանակի վրա, այդքան մեծ գումար են պատրաստ կամպանիաները վճարել այդ մարդուն, ոչ թե 10 վայրկյանի համար, այլ այդ ազդեցության համար։ Ես նաև չեմ սիրում, երբ որ ռոմանտիզացնում են քիչ աշխատող մարդկանց, ասում են, «Ո՞յ այս խեղճ մարդը ընդհանրապես աշխատում է 10000 դրամ, իսկ դու տականք աշխատում ես շատ»։ Իմ կարծիքով շատ գումար աշխատելը դա ամբիցիա է, գիտելիքներ են, աշխատասիրություն է, ու ես միշտ հարգում եմ այն մարդկանց, ովքեր կարողանում են հասնել որոշակի կետի ու աշխատեն բավականին շատ գումար։ Ես մարդ եմ, ով աշխատել է երկու ոլորտում էլ, եւ բժշկական ոլորտում, եւ հիմա ամբողջությամբ բլոգինգում, եւ այո, բլոգինգում շատ ավելի հեշտ է, ծանրաբեռնվածությունը ավելի քիչ է ու բավական շատ գումար կա։ Ես դրա համար բոլորին խորհուրդ եմ տալիս, ասում եմ, եթե ժամանակ ունեք, կողքից արեք այս գործը ու գումար վաստակեք, ուտեղ որևէ վատ բան չեմ տեսնում։ Բա, սենց դաժան բաներ։ Իսկ դուք ում պաշտպանն եք, Հայկ Մկրտչյանի, թե Լեով Բադալյանի։ Գրեք իմանանք։ Թույլ ողակ, Չէ, կիսաբաց լուսամուտներ, այդ երբ չկար։ երկու աստղ, Այո, 2007-ից հետո երաժշտական ժամանցային հեռուստանախագիծն է վերադառնում եթեր։ 1-2 աննշան փոփոխություն կա, բայց հիմքն ու կմախքը նույնն է։ փորձենք վերհիշել Փոշոտ 2007-յան արխիվից երկու աստղ նախագիծը։ Որքանով է արդարացված հին հաղորդումների վերադարձը եթեր։ Շուտով կիմանանք։ Իսկ դուք չմոռանաք կիսվել ձեր կարծիքով։ Իդեպ, տուփի մեջ էլի բան կար։ Հեսենը։ Ինչա գրած։ Վճարեք $5 Patreon-ին միանալու համար եւ կլինի ձեր կյանքում երջանկություն։ Ամեն։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Սո հաջորդ քայլը ձիով էր եւ նա խլեց թագավորի կյանքը։ Ցավոք բաժանվեց երգչուհի Անի Ամիրյանի եւ դերասան Ստեփան Ղամբարյանի զույգը։ Հարաբերությունները, ինչպես շատերի մոտ, խզվեցին COVID-ի ժամանակ։ Մեկ ուսացում, 24-ը 7-ի վրա 4 պատ եւ բաժանություն։ Ստեփանը դժվար էր տուն գալիս։ Մտածում էի, չէ, ես չպետք է հանձնվեմ, այս ընտանիքը չպետք է հանձնվի եւ մենք պետք է պայքարենք։ Բա, սենց քանի ընտանիք քանդվեց COVID-ի ժամանակ։ Դե ի տարբերություն շատ շատերի, Ստեփանը գոնե արդար գտնվեց ու խոստովանեց։ Պարզապես գալով եւ հայտարարելով, որ ինքը էլ չի ուզում ապրել ընտանիքում եւ չի ուզում կրել ճակերտներում հավատարիմ ամուսնու դեր։ Գարնանային սրացումները ազդեցին բոլորի վրա, թե բաժանվող աստղերի, թե կակաճուտելու թրենդին հետևողների։ Ջիմ знано։ Դա մոք что է։ Ամեն դեպքում զույգին մաղթում ենք երջանկություն եւ առողջ հարաբերություններ։ Դրոշակը ձեռքս։
Կյանքից հեռացավ հայտնի դերասան Արա Դեղտրիկյանը։ Դեղտրիկյանը նկարահանվել է ֆիլմերում, հեռուստասերիալներում եւ հեռուստաթատրոնում։ Խաղացել է Մակբեթ, 4 պատճառ ամուսնության համար, Ադամնաբույժն Արևելյան եւ մի շարք այլ ներկայացումներում։ Ցավակցում ենք դերասանի հարազատներին եւ ցանկանում, որ նրա հոգին ննջի խաղաղությամբ։ Թաթա Սիմոնյանը նոր երգ է ներկայացրել Լսարանին։ Երգի անունն է Զավակներս։ Իր ոճին համապատասխան երգ, որը բազմիցս կհնչի ծնունդների խժբժերին, դասական ավանդական հարսանիքներին եւ նշանադրություններին։ Իսկ դուք երկրպագում եք հայտնի երգչին, կիսվեք մեզ հետ։ Սիրում եմ ձեզ շատ, համբուրում հատված, զավակներիս պահիր Տեր Աստված։ Այո, Խմում ենք ավետին չլուսաբանելու կենացը։ իսկ դուք նկատեցիք իր բացակայությունը մեր այսօրվա թողարկման մեջ։ Սա էքսկլյուզիվ էր։ Մի խնայեք ձեր լայքերն ու կոմենտները, քանի որ ձեզ համար ենք աշխատում, ախր ձեզ համար ենք արարում։ Բաժանորդագրվեք մեր էջին, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ աստղային լուրերի թողարկումները։